Աշխարհի խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների ղեկավարների հանդիպումները միշտ անցնում են անվտանգային աննախադեպ միջոցառումների պայմաններում։ Այս տարին էլ բացառություն չէ։ Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքն ու շրջակա բնակավայրերը լի են իրավապահներով, քանի որ այստեղ բողոքի գործողություններ են անցկացնում կազմակերպություններ, որոնք աշխարհի առաջնորդների ուշադրությունն են ցանկանում հրավիրել գլոբալ միգրացիայի, կլիմայի փոփոխությունների, աճող սոցիալական անհավասարության վրա։ Վերջին անգամ, երբ գագաթնաժողովը դարձյալ Ֆրանսիան էր հյուրընկալում, 2003 թվականին անկարգություններ տեղի ունեցան։ Այդ ժամանակ հանդիպման ձևաչափը G8 էր, քանի որ մասնակցում էր նաև Ռուսաստանը, որին դուրս թողեցին կառույցից 2014-ին Ղրիմի շուրջ հայտնի իրադարձությունների պատճառով։ Ռուսաստանի հետ թե առանց այս գագաթնաժողովում առանցքային թեմաներից է Ուկրաինայի ճակատագիրը։ Գերմանիայի կառավարությունում Deutsche Welle-ի աղբյուրները հայտնում են, որ այս պահին ռազմի դաշտում իրավիճակը փոխվել է հօգուտ Ուկրաինայի, ուստի հնարավորություն կա Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների ուղիղ հանդիպում կազմակերպելու, եւ Եվրոպան միանշանակ ցանկություն ունի մասնակցելու այդ բանակցություններին։ Զելենսկին նույնպես Ֆրանսիա հրավիրվածների թվում է։ Մեզ համար սա շատ կարևոր է, անհրաժեշտ է վերականգնել կոնսենսուսը Ուկրաինային սատարելու հարցում, օրերս ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ևս ժամանում է Ֆրանսիա մասնակցելու գագաթնաժողովին։ Թրամփը կհանդիպի Մերձավոր Արևելքի երկրների առաջնորդների հետ եւ առանձին աշխատանքային հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Գագաթնաժողովը տեղի է ունենում Իրանի շուրջ վերջին զարգացումներին զուգահեռ։ Կարճ ժամանակ առաջ Վաշինգտոնը եւ Թեհրանը հայտարարեցին, որ պատերազմը դադարեցնելու հարցում նախնական համաձայնության են հասել։ Եվրոպացի առաջնորդները արդեն ողջունել են այդ պայմանավորվածությունները եւ պատրաստվում են քննարկել հետագա քայլերը։ Հանդիպումից առաջ կրկին առաջ էր քաշվել այս ձևաչափի արդիականության հարցը։ Ինչպես քննարկել Ուկրաինայի խնդիրը առանց գլխավոր դերակատարներից մեկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ գլոբալ տնտեսությունն առանց Չինաստանի նախագահի, այս գերտերությունը նույնպես G7-ի անդամ չէ։ Ներկա պայմաններում Թրամփի մասնակցությունը գագաթնաժողովին վերլուծաբանները արդեն իսկ համարում են ֆրանսիացի կազմակերպիչների հաջողությունը, ընդ որում նրանք բանակցությունները հատուկ մեկ օրով տեղափոխել են, որպեսզի Թրամփը հունիսի 14-ին տանը կարողանա նշել ծննդյան 80-ամյա հոբելյանը։ Վաշինգտոնի նախասիրությունները օրակարգի տեսանկյունից նույնպես հաշվի են առնվել։ Դրանք արհեստական բանականության զարգացման հետ կապված տնտեսական հնարավորությունների շուրջ են։ Հրավիրվածների թվում է նաև ոլորտի առաջատարներից OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը։ Ինչպես անցյալ տարի Կանադայի գագաթնաժողովի դեպքում էր, Ֆրանսիայում նույնպես չի նախատեսվում ստորագրել եզրափակիչ հռչակագիր։ Դրա փոխարեն սպասվում է, որ կհաջողվի համաձայնության գալ առանձին կոնկրետ թեմաներով, եթե չլինեն տարաձայնություններ Դոնալդ Թրամփի հետ։ 2025-ին Սպիտակ տան ղեկավարը վաղաժամ լքել էր գագաթնաժողովը։ Financial Times-ը գրել էր, որ նրան նյարդայնացրել էր Մակրոնի այցը Գրենլանդիա։ Մարլենա Հովսեփյան, Ռադիոլուր։